Բարև ձեզ սիրելի ակնթիռներ, Ռաֆայել Համբարձումյան, պատմաբան, զբաղվել եմ Լեհաստանի հայկական գաղթավայրի պատմությամբ, վերջին 20 տարում հիմնականում գրում եմ հայոց վերջի 300 տարվա պատմությունը, հիմնականում հայ-ռուսական հարաբերությունների պատմությանն է վերաբերում։ Ինքս գլխավորում եմ հիմա Մամիկոնեից տարօրինականների ուխտ հանրային կառույցը, որը զբաղվում է միայն մշակութային եւ գիտական խնդիրներով։ Այսօր ես պիտի խոսեմ հայոց ցեղասպանության մասին։ Սա այնքան շատ է գրվել այս մասին, այնքան շատ է խոսվել, որ ուղղակի անհնար է մտածել, որ նոր ինչ-որ բան պետք է ասվի, ինչ պետք է ասվի։ Բայց քանի որ մեր այդ ամբողջ պատմությունը եղել է ճիշտ հակառակը, ինչ որ եղել է, ցեղասպանության խնդիրը միակողմանի է ուսումնասիրված, դրա համար մեր գործը բավական հեշտանում է։ Ուրեմն մենք սկսենք նախ ցեղասպանության սկզբնական փուլից, որը ես համարում եմ 1720-ական թվականներին։ Այդ ժամանակ Ռուսաստանի կայսր, նա 1721 թվականից կայսր դառավ, կայսր Պետրոս առաջինը, որ զավթեց, գրավեց Պարսկաստանին պատկանող մեր Կասպյան տարածքները, նա հայերին իր պաշտոնյաների միջոցով ասեց, որ մենք պետք է Հայաստանը ազատագրենք թուրքական բռնատիրությունից, ընդհանրական բռնատիրություններից։ Բայց պետք է ասել, որ Ռուսաստանը ցույց տվեց, պատմությունը ցույց տվեց, որ նա բազմաթիվ հայ ժողովրդի դեմ քայլեր է ձեռնարկել։ Դրանցից շատ զարմանալիորեն հետաքրքիր է, որ եւ մարդկանց կոտորելը, եւ որը ցեղասպանություն է կոչում, ցեղասպանդ է կոչում, եւ հոգե խոշտանգումը միասնաբար են եղել։ Ռուսաստանի հիմնական խնդիրը եղել է հայ մեծագույն դեմքերին, ռազմաքաղաքական, մշակութային, եկեղեցական գործիչներին վերացնել է մեջտեղից։ Ուրեմն դա սկսվել է Իսրայել օրուց։ Իսրայել օրին բոլոր մեր պատմական գրքերում հիմա գրված է, որ անհասկանալի պայմաններում ինչպես մահացավ ոչ մեկը չի գրում։ Ուրեմն նա սպանել տվեց նրան Աստրախանում 1711 թվականին, երկրորդ սպանությունը ռուսական պայծառության պատմության մեջ հայերին եղել է նորից մեր նշանավոր դեմքերից մեկը, Մինաս վարդապետը, որը մեր ազատապարտի գաղափարական առաջնորդն էր այդ ժամանակ։ Նրան էլ սպանեց նրա Պետրոս առաջինի դուստր կայսրը Ելիզավետան։ Հաջորդ հիմնական հայահալած քաղաքականությունը սկսվեց 1828 թվականից, երբ որ ռուսական կայսրությունը հայ ժողովրդի բացառիկ օժանդակությամբ եւ զինվորներով եւ կռվողներով երկու անգամ ավելի շատ զինվոր տվեց հայությունը Ռուսաստանին, քան Ռուսաստանն ուներ։ Ուրեմն մենք փաստորեն Ռուսաստանը գրավեց Պարսկահայքը, հայկական տարածքներն հատկապես։ 1828 թվականին ռուս կայսրը հրապարակեց մի որոշում, որով Հայաստանը պետք է դառնար ինքնավար ինչ-որ մի բան։ Այդպես էր նախատեսված։ Բայց նա 1828 թվականին երկիրը կոչեց հայկական մարզ։ Փաստորեն նա մեզ խոստացել էր Հայաստանի ինքնիշխանություն եւ այլն, բայց հայկական մարզ կոչվեց եւ այդ հայկական մարզը ամեն ինչ արվեց, որպեսզի հայկական կրթությունը, գիտությունը, մշակույթը եւ մեր պատմագիտությունը ոչ մի գիրք, ոչ մի բան իրավունք չկար տպագրելու, եթե այդ գիրքը չի նայել գրաքննչությունը։
1948 թվականի մակի վճռագրով սահմանվեց ցեղասպանությունը։ Հիմա ես որ ասում եմ Ռուսաստանը սկսեց ցեղասպանությունը Պետրոս առաջին ձեռքով, ինչ որ նա կատարել է հայ ժողովրդի հետ, դա փաստորեն այդ կոնվենցիայի բաներով ուրեմն ցեղասպանությունը։ Նա նաև հահագին հայերի տեղափոխեց, գաղտնի բռնագաղթեցրեց պարսկահայերից որ 45,000, թուրքահայերից 90,000 տարավ մեր տարածներում եւ այլ տարածները որտեղ գրավել էր Ռուսաստանը, նրանց պետք էր որպես այդ երկրները որ նա գրավել էր այդ տարածները անմարդաբնակ էին եւ հայերը այնտեղ բավականին մեծ գործունեություն ծավալեցին տնտեսական, քաղաքական եւ այլն։ Հայոց տարածքները գրավելուց հետո, այսինքն պարսկահայքը գրավելուց հետո Ռուսաստանը սկսեց իր առաջին հակահայկական քաղաքականությունը հայ եկեղեցուց։ 1836 թվականին նա մեր եկեղեցում պարտադրեց պոլոժենիա կոչվող կանոնադրությունը, որով հայ եկեղեցին, որը 1500 տարի անկախ էր, ինքնուրույն զբաղվում էր հայոց մշակույթի պատմությամբ, մշակույթի եւ կրթության հարցերով, փաստորեն դա վերցրեց իր ձեռքից եւ նրան ենթարկեց պետությանը։ Դա համարվում է մեր պատմական մեջ ամենամեծ ուրեմն Ռուսաստանի լավագույն գործերից մեկը մեր հանդեպ։ 1880-ական թվականներից սկսվեց 1830-ական թվականներին արդեն սկսել էր, բայց 80-85 թվականներից սկսեց հայկական դպրոցների վերացումը Ռուսաստանում։ 1903-1905 թվականներին ռուս կայսրությունը հարձակվեց հայ եկեղեցու վրա, բռնագրավեց եկեղեցու կալվածները, ունեցվածքը, ամենայն ինչ, եւ փաստորեն պատմարտադրեց մեր եկեղեցուն, որպեսզի նա ընդունի իր պահանջները։ Այդ ժամանակ հայոց կաթողիկոսներ հայ ժողովրդի կողմից արդեն սրբացված Խրիմյան հայրիկը ոչ մի դեպքում չուզեցավ եւ չէր ուզում դա այդ հրամանագիրը կատարել, հրամանը։ Երբ որ նա մի քանի անգամ նամակներ գրելուց հետո նրան չարժանացրեցին հանդիպման, նա հանդես եկավ հայտարարությամբ եւ ամբողջ հայ ժողովրդին ոտքի հանեց շատ զարմանալի բաներ, այդպիսի բան ռուսական կայսրության մեջ չէր եղել։ Հայերը քանի որտեղ որ հայերը շատ կային, Կրասնոդար, չգիտեմ, Մոսկվա, Պետերբուրգ եւ այլն, բոլոր հայկական գաղութներում բոյկոտեցին ամենայն ռուսականը։ Իրենց երեխաներին հանեցին ռուսական դպրոցներից եւ իրենք փաստորեն անկախ էին գործում եւ չէին ենթարկվում իշխանություններին։ Դա այնպիսի վիճխարի մի ազդեցություն թողեց ռուս կոչվող երևույթների վրա, ազգերի վրա, որոնք անդադ ասում էին մենք պետք է հետևենք հայերին։ Եվ 1905 թվականին փաստորեն բռնկվեց առաջին հեղափոխությունը Ռուսաստանում, որի հիմնական դրդիչներից մեկը փաստորեն մեր եկեղեցին էր։ Այսինքն հայ ժողովրդի պայքարն էր ազատամարտի բանը։ Ուրեմն ազատամարտը այնքան հզոր էր, այնքան գլխիչ, որ ստիպված եղավ ռուսական կայսրը 1905 թվականի օգոստոսի 1-ին ետ վերցնել իր հրամանը։ Այդպիսի բան չէր եղել
ռուսական կայսրության պատմության մեջ, որ ցարը կամ կայսրը ետ վերցնի հրամանը։ Ետ վերցեց հրամանը եւ փաստորեն հայ ժողովուրդը փառավոր մի հաղթանակ տարավ ռուս կայսրության դեմ։ Այդ պարտությունը չկարողանալով մարսել, Ռուսաստանը Կովկասում սկսեց հայոց ցեղասպանությունը, որը շարունակվեց 14-15 թվականից հետո։ Այսինքն նա Կովկասի թաթարներին, այսօր Կովկասի թաթարներին զինելով արձակեց հայերի վրա։ Սկսեցին հայաց կոտորածները։ Այդ ժամանակ հայ ժողովուրդը եւ ամբողջ հայ ժողովուրդը Արևմտա Հայաստանի եւ Արևելա Հայաստանի բոլոր մեր նշանավոր գործիչները, բոլոր նախադիր միավորվեցին եւ ջախջախիչ պարտության մատնեցին այդ թաթար կոչվածներին, որոնք հիմա կոչվում են ազերի։ Դա ջախջախիչ պարտությունն է ռուսական կայսրության դեմ։ Այդ անզուգադիր դիմակայությանը փաստորեն չկարողանավ դիմակայել, Ռուսաստանը 1988 թվականի դեկտեմբերի մոտավորապես, արդեն հոկտեմբերի մոտավորապես արգելեց Արցախյան շարժումը։ Շատերին ձերբակալեց եւ այլն։ Եվ Արցախի հայությունը մի բացառիկ երևույթ էր այս իմաստով, որպես իր իրավունքները պաշտպանող ազգ։ Նա հիմնեց ազգային խորհուրդ, որը նպատակն էր Արցախի վերամիավորումը Հայաստանին։ Սա նորից ասում եմ ջախջախիչ պարտություն էր։ Եվ այդ պարտությունը չկարողանավ մարսել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանը պատժելու համար հայ ժողովրդին, որ շարունակում է իր Արցախյան ազատամարտը, համաշխարհային ցեղասպանության պատմությունների մեջ չլսված մի դաժանությամբ կազմակերպեց Սպիտակի երկրաշարժը, որով սպանվեց 50,000 մարդ, որ ասում են Ռուսաստանը միայն հոգևոր խնդիրներ է ունեցել հայերի մարդկային կոտորածներ չի արել, դա խնդրեմ, դա 50,000-ի չափ։ Եվ կես միլիոն մարդ մնաց անօթևան։ Այդ չի հսկայական մի բան է դա։ Փաստորեն դա նորից եմ ասում, որ այդ Սպիտակի երկրաշարժը, որ կազմակերպեց Ռուսաստանը, դա համաշխարհային քաղաքական պատմության, ընդհանրապես պատմության մեջ, ցեղասպանությունների պատմության մեջ եզակի ու անզուգադիր երևույթ էր։ Այսքանից հետո փաստորեն նորից մենք մինչև հիմա ասում ենք մեր դաշնակիցն է այդ երկիրը։ Հայոց ցեղասպանդի վերջին փուլը, այսպես ասած, ավելի շուտ վերջին փաստը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի Արցախը վերաբռնակցումն էր Ադրբեջանին, որը արել է Ռուսաստանը։ Մենք 200 տարի շարունակ, հատկապես 100 տարի շարունակ ամեն ինչ անում ենք, որպեսզի դա ամբողջը մենք բարթենք թուրքերի վրա։ Եվ հիմա երբ որ ռուսական կայսրն ասում է, գրել է բազմաթիվ անգամներ, որ Արցախը դա ադրբեջանական տարածք է, պատմական տարածք է, իսկ նրանց նախարարը, զինյալ նախարարը հայտարարում է, որ այս 2020 թվականների այդ պատերազմը մենք կարողացանք միասնաբար Թուրքիայի հետ միասնաբար այս օպերացիան անել։
Դրանք փաստորեն ասում են, որ մենք ենք արել, բայց մեր այս ստրուկները նրանց ես անվանում եմ ռուսախտի բացիլ։ Ինչպես կարելի է այդ ամեն ինչի մասին հենց հիմա, այսօր, երբ որ վերջին անգամ 120,000 Արցախցի հայ հանեցին այդ երկրից եւ բռնագրավեցին մեր պետությունը, դա ասել որ արել է Թուրքիան։ Թուրքիան եւ այնքան էլ չեն ասում Թուրքիան, անում են Ադրբեջանը։ Ադրբեջանը չէր կարող այդպիսի բան անել։ Ադրբեջանին մենք ջախջախիչ պարտություն ենք մատնել դրանից 10 տարի առաջ։ Ուրեմն մեր ամենամեծ սխալը այս հայոց ցեղասպանության մեջ փաստորեն ես հետևյալն եմ ասում, եւ ժողովրդին դիմում եմ։ Ժողովուրդ, հայոց ցեղասպանության պատմությունը գրվել, տարածվել եւ ամենայնտեղ եւ արտասահմանում եւ Հայաստանում դա այս բանը որ իբր հայոց ցեղասպանը կազմակերպել է Թուրքիան։ Այդպես չի։ Դրա համար մենք չենք կարողանում հաջողություն ունենալ։ Մենք պետք է ասենք ճշմարտությունը։ Հայոց ցեղասպանությունը կազմակերպել է Ռուսաստանը, դիվագործել Թուրքիայի հետ միասին։ Նա չէր կարող դա անել, բացառվում էր Ադրբեջանը այդպիսի բան անել, նա այդքան զենք չուներ։ Ոչ էլ այդքան զորք ուներ եւ ոչ էլ այդքան հոգեկան զորություն ուներ։ Ուրեմն այդ ամբողջը կատարել է փաստորեն Ռուսաստանը։ Եվ հիմա մենք, երբ որ այսօր դժվարություններ ունենք, հայոց ցեղասպանությունը ներողություն, հայոց ցեղասպանը համարել միջազգայինորեն ճանաչել եւ չարթեն քիչ են անում դա նրանից ինչից է ասեմ ձեզ, որտեղ նրանք ասում են այս մարդիկ շատ լավ գիտի Եվրոպան դա։ Եվրոպան շատ լավ գիտի թե այդ ցեղասպանությունը ով է սկսել, ինչպես է արել։ Երբ որ նրանք ասում են որ այս հարցում նույնպես Հայաստանը Ռուսաստանի դրածոն է, այսինքն նրա գործերն է կատարում, դրա համար նրանք արդեն չեն շարունակում այս գործը։ Նրանք այն կարծիքին են, որ Հայաստանը Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության զոհն է։ Իսկ երբ որ դու ասում ես, որ ցեղասպանությունը ճանաչեն եւ դա ճանաչեն, որ դա արվել է միայն անունն է տալիս Թուրքիայի, այս խնդիրը չի կարող լուծվի։ Մենք պետք է հայտարարենք, որ ցեղասպանությունը իրագործել են Թուրքիան եւ Հայաստանը իրար հետ միասին, ներողություն արդեն, Թուրքիան եւ Ռուսաստանը իրար հետ միասին, եւ մենք պահանջում ենք ամբողջ աշխարհից, որպեսզի ընդունի դա։ Այս վերջին մի քանի մոտարապես մի տարում նոր մի սոսկալի մի բան են նորից փաթաթում մեր ժողովրդի գլխին, վզին, մեր իշխանությունները։ Նախ ասեմ, որ այդ 2023 թվականի այդ վերաբռնակցումը կատարվել է Հայաստանի կառավարության եւ Ղարաբաղի, Արցախի կառավարության շնորհիվ իրանց հետ։ Եվ Արցախը փաստորեն դարձավ հանրապետություն, Հայաստանի առաջին նախագահ ԼՏՊ-ի պահանջով եւ այդ անունը կոչեցին Արցախի հանրապետություն, բայց ամբողջ հայ ժողովուրդը 88 թվականին եւ ընդհանրապես վերջին մի 50 տարում դուրս է եկել պայքարի Արցախը վերամիավորելու Հայաստանին։ Այդ պայմանագրով, ինչպես այն ժամանակ գրեցի ես այդ տարին, որ դա փաստորեն Հայաստանից անջատում էր դա Արցախը, որպեսզի դա անջատում չկոչվի, դա անունը դրեցին անկախություն։ Ուրեմն մեր խնդիրը պետք է լինի հետևյալը, մենք պետք է անպայման հայոց պետականությունը պետք է զբաղվի, նոր պետականության մասին է խոսքը, ոչ թե այս սրանց։ Հայ ազգը պետք է կազմի իշխանություն եւ այդ իշխանությունը պետք է խնդիր դնի հետեւյալը։ Երբ որ սրանք ասում են, որ հերոս են դարձրել այդ մարդկանց ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց Բաքվին տվեց Ռուսաստանը եւ Բաքուն հիմա դատի են տալի, հիմա դրանց սարքել են հերոս։ Հայ ժողովուրդը, եւ ես ասում եմ հայ ժողովրդի անունով իրավունք չունեմ ասելու, բայց ես խոսում եմ մտավորականության անունից։ Մտավոր խավը այն կարծիքին է, որ մենք
պետք է այդ մարդկանց դատի տանք Հայաստանին, որպես Հայաստանը թշնամուն կցող իշխանություններ։ Ուրեմն խնդիրը սա է, մենք մինչև այդ մարդկանց չստանան իրենց պատիժը, սկսած առաջին հիմնականը ԼՏՊ-ն է եւ այն երեք նախագահները եւ այս վերջին այս փորձանքը։ Ուրեմն սրանց բոլորին պետք է դատի տալ, որպեսզի այսպիսի խնդիր, այսպիսի հարց հայ ժողովուրդը երբեք չտեսնի։ Սա մեր կարծիքն է եւ մենք պահանջում ենք, որ այդ դատավարությունը հենց այսօրվանից պետք է սկսել, ԼՏՊ-ից սկսել եւ երեքից դատել, մինչեւ մենք հնարավորություն ունենանք միջազգային եւ այլ պայմաններում Բաքվում ձերբակալվածներին բերել Հայաստան նորից դատապարտելու համար։ Ուրեմն հիմնական խնդիրը սա էր, որ ես կուզենայի մեր ժողովուրդը իմանար եւ ճշմարտությունը փաստորեն մենք մինչեւ ճշմարտությունը չասենք մեր ժողովրդին, իսկ մեր ժողովուրդը հզոր ժողովուրդ է։ Նա իմացավ ճշմարտությունը, անմիջապես միավորվում է առանց որևէ խնդրի եւ գտնում է իր միջից մարդիկ, որոնք պետք է ղեկավարեն այդ խնդիրը։ Նա դա անում է անպայման։ Այնպես որ մենք պետք է ոչ մի կասկած չունեմ իմիջայլոց, սա է կուզենայի ասել, ոչ մի կասկած չունեմ, որ մեր այս երիտասարդությունը, հատկապես մինչև 30-40 տարեկանները, հզոր երիտասարդություն ունենք եւ ոչ մի կասկած չունենք, որ դա անպայման նրանք պետք է հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինեն ըստ ազգային բանի։ Ուրեմն ես կուզենայի այստեղ, քանի որ քարոզությունը հիմնականում 100 տարի շարունակ ցեղասպանության մասին քարոզությունը գնում է միակողմանի ուղղությամբ, ես կուզենայի խոսել Խաչատուր Աբովյանի մասին։ Խաչատուր Աբովյանին ասում են, որ նա Հայաստանի ռուսական կողմնորոշումի ջատագովներից է եւ այլն, օրդվի են սահատը եւ այլն։ Սրանով ամբողջ հայ ժողովրդի առաջ վարկաբեկում են այդ սրբազան մարդուն, մեծ հայը, որը անվերապահ ուզում էր Հայաստանի անկախությունը։ Ուրեմն ես բերում եմ նրա խոսքերն եմ գրում, որպեսզի իմ ասածը չլինի իր ասածը, որ նա ասում է ճիշտ հակառակը, ճիշտ ինչ որ սրանք ներկայացնում են։ Խաչատուր Աբովյանը հայ իրականության մեջ առաջինն էր, որ իր վերք Հայաստանի ողջ հայրենասիրի վեպի վերնագրով Պարսկահայքի 1828 թվականի կցումը ճորտատիրական հետամնաց բռնակալություն Ռուսաստանին հայտարարեց հայ ժողովրդի հոգեբանական, քաղաքական ու տնտեսական ողբերգություն։ Այսպես է նա ասել գրել։ Նա ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակություն հղած 1847 թվի նամակում իր մահվանից սպանդությունից մի տարի առաջ գրում է հետևյալը. հայը գրում է հետևյալը, գրում է Ներսես կաթողիկոսին, հայը գտնվում է ավելի խավար տգիտության մեջ, քան նախորդ ժամանակներում, երբ գտնվում էր բարբարոսների բռնության ներքո, այսինքն թուրքերի եւ վարչիկների։ Պարսկահայքի կցումը Ռուսաստանին սպառնում է գիշատել ամբողջ հայությանը։ Ահա Խաչատուր Աբովյանի կարծիքը։ Պարսկահայքի կցումը Ռուսաստանին նա ասում է, որ սպառնում է գիշատել ազգի ամբողջ մարմինը։ Ինչպես եղավ, եղավ գիշատում է, մինչև հիմա գիշատում է։ Որքան անբարեկիրթ է ռուս ժողովուրդը եւ որքան բարբարոսական վարչաձև ունի Ռուսաստանը, որ համասարաններին զորանոցի կերպարանք է տված, ուր զանազան դավանանքների մեջ խտրություն է դրվում եւ օրենքի առաջ բոլորը հավասար չեն։ Այս նամակները տես Խաչատուր Աբովյան երկրի լիակատար ժողովածու 10-րդ հատոր լրացուցիչ Երևան 61 թիվ, ով ցանկանում է կարող է կարդալ, ավելի երկար մի 4 էջանոց մոտավորապես ուրեմն նամակ է։ Այս նամակը
հասել է անպայման հասել է ռուս հարին, Ռուսաստանի լրտեսների միջոցով, որոնք բազմաթիվ էին հայոց եկեղեցում, Էջմիածնում։ Եվ դրանից հետո փաստորեն նրան ակսորեցին եւ սպանեցին, տանջասպանալ արեցին եւ ասեցին, որ դա ինքն իրեն իբր թե փախել է, էսի միջարել, անհայտ կորել է եւ այլն։ Ուրեմն սա էր ամբողջը։ Եվ Ռուսի եւ Ռուսաստանի մասին Խաչատուր Աբովյանի մարգարեության բացառիկ ստգությունն են Հայաստանում դիվանական բազմապետի փաստերը։ Ինչ որ ես ասեցի եւ ասել է Խաչատուր Աբովյանը, դրանք դիվանական փաստաթղթերով հաստատված են։ Այդ մոտ 4-5 գիրք եմ ես գրել դրա մասին, ովքեր ցանկանան կարող են գտնել։ Չդիմանալով ռուս բռնապետության հոգևոր տնտեսական կեղեքումներին եւ իրավաքաղաքական ու կրթամշակութային հոգեհոշությանը, գլուխներն առած փախչում էին Թուրքիա եւ Պարսկաստան։ Ահա թե ինչ, որն է ճշմարտությունը, որ ոչ մի տեղ չեք կարդա։ Մարդիկ փախնում էին Ռուսաստան եւ Թուրքիա։ Եվ ամենասարսափելին այն էր, որ միայն ռուսական պետությունը կարող էր դա անել։ Այն մարդիկ, ովքեր փախչում էին, նրանց բոլորին կախում էին սյուներից, որպեսզի մարդիկ իմանան, որ բոլորին, ովքեր հանկարծ ցանկանան փախչել, նրանց պետք է այդ բազմաթիվ վտակայություններ կան, որոնք ես կարդացել եւ մեջ վերել եմ, որտեղ նշված են թե ինչու էին մարդիկ փախչում, որտեղ չէին կարողանում այստեղ դիմանալ։ Ահա Ռուսաստանի իրական դեմքը եւ հայ-ռուսական հարաբերությունների իրական դեմքը նորից եմ կրկնում, հայ ժողովրդի գերագույն խնդիրն է ճշմարտություններն իմանալ, որպեսզի ինքը կարողանա իր խնդիրները ինքը իր ձեռքով լուծել։ Շնորհակալություն։